Համար, զեկույցի համար դուք եւ սկզբում ձեր ելույթի եւ վերջում հատուկ ուշադրություն դարձրեցիք դատարանների անկախությանը եւ ասացիք, որ ջանքեր կգործադրեք դրանք ավելացնելու ուղղությամբ։ Հիմա հարցս երևի դրան է վերաբերում, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։ Տեսեք, ուրեմն, երբ որ մենք նայում ենք միջդատական գործերի, այսինքն կալանավորումների կամ միջնորդությունների հաստատման վիճակագրությունը, մենք 2024 թվականին ունենք 88% ամբողջական կամ մասնակի հաստատում ի հակադրություն օրինակ անցյալ տարվա 76%-ի, նախ անցյալ տարվա 75%-ի, 21 թվականի 77%-ի եւ այլն, այսինքն մոտավորապես 90% հաստատում ունենք եւ եթե այս տենդենսը շարունակվի, կարող է գա մի օր, որ միջնորդությունները 100%-ով կհաստատվեն։ Հիմա արդյոք սա չի նշանակում, որ դատական համակարգը դառնում է ավելի քիչ անկախ, թե սա այլ բան է նշանակում, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։ Իդեպ մոտավորապես նույն վիճակագրությունն է նաև տնային կալանքների միջնորդությունների դեպքում 23 թվականին եղել է 76% բավարարումները եւ 24 թվականին 88% կրկին բավարարումները, որտեղ տարատեսակ մեկնաբանություններ կան, ընդհանուր միջև որ սա վկայում է, որ միայն հիմնավոր գործերն են գնում դատարան եւ հետեւաբար դատարանները թիվը ավելացնում են, այսինքն միջնորդությունների հաստատման տոկոսը ավելանում է, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, որտեղ դատական անկախ համակարգը ոչ միայն այնպես պարզապես արդարադատության կարևորագույն կոմպոնենտներից, այլ նաև ընդհանուր մինչև երկրի տնտեսական զարգացման կարևորագույն կոմպոնենտներից, որտեղ ներդրողները, եթե չիմանան, որ կա անկախ դատական համակարգ, ներդրում չեն անի մեր երկրում։ Համեցեք։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Թորոսյան։ Իրականում շատ կուզեի ձեր բարձրաձայնած թվերից հետևության հանգել, որ գուցե եւ արդարադատության համակարգի մյուս մարմինների, քանի որ համակարգը միայն դատարանները չեն, այլ նաեւ քննչական մարմիններն են, ոստիկանությունն է եւ մնացած այն մարմինները, ովքեր իրավասություն ունեն որոշակիորեն գործունեություն իրականացնելու ոլորտում, այս առընչությամբ ներկայացված միջնորդությունների որակի բարձրացման գուցե հետ նաեւ առնչություն ունենա, բայց միանշանակ իհարկե անհրաժեշտություն կա հասկանալու արդյոք դա անկախության հետ որևէ առնչություն ունեցող թվային ցուցանիշ է, թե իսկապես որակական առումով այնքան են բարձրացել միջնորդությունների, այսպես ասած, խնդիրներ այլևս գոյություն չունեն, որ դրանք բավարարման են ենթակալինեն։ Հնարավոր չի լինի այս պահին ասել, որ ես միանշանակ գտնում եմ, որ թվային նման ցուցանիշները խոսում են այն մասին, որ դատարանը անկախ չէ, բայց այն, որ մենք, ինչպես իմ խոսքում նշեցի, հստակ մոնիտորինգ իրականացնելու եւ անկախ մոնիտորինգ իրականացնելու անհրաժեշտությունն ունենք, ճիշտ եզրահանգումների հանգելու եւ ճիշտ որոշումներ ապագայում կայացնելու համար, դրանում իսկապես կասկած չունեմ։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Հարությունյան, հուսով եմ ընտրվելու դեպքում ԲԴԽ-ում, եթե կա նման գործիք, այդ գործիքները կկիրառեք եւ նաեւ հրապարակային անդրադարձ կլինի դրան, որովհետեւ ես սրա մասին անցյալ տարվանից խոսում եմ ու խոսելու եմ այնքան, քանի դեռ ողջամիտ պատասխան չեմ ստացել սրան, եւ սա միայն տոկոսի վերաբերյալ չի, նաեւ բացարձակ թվերի մասով իհարկե աճ կա, որը բարեբախտաբար այս քառօրյայի ընթացքում դեռ առիթներ կունենանք անդրադառնալու թե դատախազության հաղորդման ժամանակ, թե ձեր մյուս գործընկերների ընտրության ժամանակ, այնուամենայնիվ կարծում եմ, որ շատ կարևոր ցուցանիշ է, նորից եմ կրկնում, որտեվ եթե մի օր պարզվի, որ այս թիվը ձգտում է 100%-ի, դատարանների իմաստը այս process-ում պարզապես վերանում է։ Շնորհակալություն։ Կարող եմ արձագանքել։ Իհարկե։ Համաձայն եմ ձեզ հետ, պարոն Թորոսյան, համաձայն եմ, որ չի կարող դառնալ 100%, որովհետև դա կնշանակի, որ դատարաններն անկախ չեն։ Ես ձեզ հետ համաձայն եմ։ Սերգեյ Բագրատյան, դառնիչում չի։ Շնորհակալություն։ Համեցեք, պարոն Բագրատյան։ Շնորհակալություն։ Տիկին Հարությունյան, վերջերս մենք գործարար համայնքի հետ հանդիպմանը հանձնաժողովում հարգելի գործընկեր։ լսեցինք բավականին լուրջ քննադատություններ դատական համակարգի արդարադատության ոչ կազմի նկատմամբ եւ արդարև նշում էին հետեւյալ փաստը, որ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2023 թվականին տնտեսական գործերով հարուցվել է
2500 քրեական գործ, Հայաստանի Հանրապետությունում նույն ժամանակահատվածում 1000 քրեական գործ։ Տեսեք, Միացյալ Նահանգները, որ 100 անգամ ավելի բնակչություն ունի, եւ Հայաստանի Հանրապետությունը, որ 3 միլիոն բնակչություն ունի։ Եվ արդարացի հարց էին բարձրացնում, որ արդյոք ճիշտ է նման չափով քրեական գործեր հարուցել տնտեսական գործերով։ Հիմա ես կարծում եմ, որ դուք նշեցիք, որ ծանրաբեռնվածությունն է հաճախ քաղաքացիների դժգոհության պատճառ հանդիսանում, այսինքն ձգձգումները դատավարության, եւ արդարև այդպես է։ Իսկ արդյոք ծանրաբեռնվածության պատճառները մենք ուսումնասիրել ենք։ Օրինակ, ինչի համար պետք է 1000 քրեական գործ մեկ տարվա ընթացքում հարուցվի տնտեսական հանցագործությունների մասով, երբ որ կարող է լինել տնտեսական դատարան եւ նաեւ բարձրացված վարչական դատարաններով այդ խնդիրները լուծվեն եւ այդ ծանրաբեռնվածությունը նվազի եւ նաեւ տնտեսվարողների արդարացի զայրույթը չառաջացնի։ Այս իմաստով խնդրում եմ ձեր տեսակետը փոխանցեք մեզ եւ հանրությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Բագրատյան հարցի համար։ Իրականում քիչ առաջ էլ ասացի, որ մենք դժգոհում ենք նրանից, որ դատարանները գերծանրաբեռնված են եւ հայցերի քանակությունը իսկապես տարեստարի աճում է եւ քրեական գործերին է դա հիմնականում ավելի շատ վերաբերում։ Տնտեսվարողների դժգոհությունը գուցե եւ տեղին է, ես զերծ կմնամ որևէ մանրամասներ ասելուց, որովհետեւ իրավական առումով նաեւ պատասխանատու չեմ եւ չեմ տիրապետում այն տվյալներին, թե ինչի հիման վրա են հարուցվել այդ քրեական գործերը, վստահ եմ, որ պետական եկամուտների կոմիտեն կամ այլ մարմիններ, ովքեր որ կանգնած են այս միջնորդությունների հետևում, իրենք ավելի մանրամասն կարող են ձեզ հաշվետվություն հետագայում ներկայացնել։ Բայց գտնում եմ, որ առանց հիմնավոր պատճառների քրեական վարույթներ հարուցելու շրջանակներում հնարավոր չի լինի հասնել մինչև դատարան։ Հետևաբար դատական մարմինները ծանրաբեռնելու համար պետք է լինեն հիմնավոր միջնորդություններ։ Հեռու եմ այն մտքից, որ բոլորը 100%-ով, ինչպես քիչ առաջ պարոն Թորոսյանը հարցին պատասխանելիս ասեցի, բավարար հիմնավորված են դատարանում վարույթ ընդունելու համար, բայց նաև պետք է նշեմ, որ մեր պետական մարմինները ունեն նախանձելի համառություն, նույնիսկ վարույթ չընդունվելու դեպքում բազմիցս բողոքարկելու այդ հայցերը, հետևաբար մենք ինքներս նաև երբեմն պետական մարմինների շրջանակներում ծանրաբեռնում ենք դատարանները։ Ըստ երևույթին, ինչպես նաև խորհրդ հարցից պատասխանի ժամանակ նշեցի, մենք լրջագույն անհրաժեշտություն ունենք մոնիտորինգ իրականացնելու դատական համակարգում, որպեսզի կարողանանք ճիշտ տվյալներ ներկայացնել եւ հանրությանը եւ ձեզ ճիշտ որոշումներ ապագայում կայացնելու համար։ Ունեք արձագանք, համեցեք պարոն Բագրատյան։ Շնորհակալություն պատասխանի համար, գտնում եմ, որ ձեր մոտեցումը ճիշտ է, բայց այստեղ մի կարևոր հարց կա, որ մասնագիտական մոտեցում է պահանջում, այսինքն քաղաքացիական գործերով դատարանները արդյոք ի վիճակի են տնտեսական կարևորագույն հարցեր քննարկել եւ միգուցե եւ այդ դատարանները, որ լինեին տնտեսական դատարաններ, նրանք վարույթ չընդունեին այն գործերը, որ ներկայացվում են, որովհետեւ տեսեք, որևէ դատարան, որևէ դատավոր եւ նաեւ որոշակի նաեւ փորձագիտական շրջանակների պակասը վերում են դրան, որ իրենք տեղյակ չլինելով տնտեսական որոշակի հարաբերությունների նրբություններից կայացնում են մի որոշում, որը չի բավարարում կողմերին։ Այս իմաստով դուք ինչ կարծիք եք մասնագիտացված դատարանների վերաբերյալ, արդյոք ժամանակը չի տնտեսական դատարան ձևավորել եւ արդյոք այս խնդիրները շատ կարեւոր չեն մեր տնտեսության զարգացման համար, որովհետեւ ասեմ ձեզ, որպես տնտեսագետ եմ ձեզ ասում, ամենածանրը, երբ որ տնտեսությանը իրավապահ մարմինները հաճախ տնտեսության միջամտում են եւ դրանով իսկ վնասում են տնտեսության զարգացման։ Ձեր մոտեցումը այս հարցում շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, իրականում մասնագիտացված դատարան տնտեսական գործերով ստեղծելու հարցը իհարկե կառավարության եւ ձեր դիտարկումների շրջանակներում ձեր դաշտում է, բայց այդուհանդերձ ասեմ, որ նույնիսկ եթե մենք ստեղծենք տնտեսական գործերով առանձին դատարան, կարծում եմ այդ դատարանը նույնպես ծանրաբեռնված կլինի, հիմք ընդունելով հենց ձեր կողմից ներկայացված հայցերի քանակը տնտեսական գործերով, որոնք քննում են քաղաքացիական դատարանում։ Ինչ վերաբերում է նրան, արդյոք դատավորները բավարար մասնագիտական կարողություններ ունեն տնտեսագիտական ուղղությամբ որևէ գործ քննելու, ասեմ, որ եւ հստակ է այդ մասը կարգավորված այն առումով, որ երբ դատավորը բավարար գիտելիքներ եւ իմացություն չունի որևէ նեղ
շրջանակի վերաբերյալ բնական է ինքը փորձագիտական որևէ կարծիքի է դիմում եւ այստեղ մենք պետք է ունենանք անպայման պրոֆեսիոնալ փորձագետի կարծիքը որևէ հարցի վերաբերյալ, որը որ նույնքան անկողմնակալ պետք է լինի եւ որևէ տնտեսական այդ վեճի կողմերից որևէ մեկի շահը չպետք է հետապնդի։ Եվ այս առնչությամբ մենք կարիք ունենք բազմաթիվ մասնագետների, ինչպես դատարանում, այնպես էլ դատարանից դուրս փորձագիտական մեր հանրույթը զարգացնելու համար։ Իսկ տնտեսագիտական կամ տնտեսական հարցերով առանձին դատարանի ստեղծման հարցը ըստ երևույթին քննարկման առարկա կարող է դառնալ, եթե այս տենդենսը տնտեսական գործերով վեճերի շարունակի աճել։ Գեգամ Նազարյան, հաջորդ հարցը։ Շնորհակալություն։